Ողջույն, եթերում Մեդպրեսն է։ Ինչպես միշտ մենք խոսում ենք այն ամենի մասին, ինչը կապված է առողջության հետ։ Այսօրվա իմ հյուրի հետ խոսելու ենք հոդերի խնդիրների եւ նրանց հետազոտման մեթոդների մասին։ Իմ հյուրն է Էրեբունի եւ Ավագյան բժշկական կենտրոնների բժիշկ ռադիոլոգ Եվա Ռևազյանը։ Ողջույն բժշկուհի Ռևազյան, շնորհակալ եմ մեզ հյուրին կալելու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ դավերի համար։ Հենց սկզբում փորձենք հասկանալ, թե որոնք են հիմնական հիվանդությունները եւ որոնք ախտահարում են հոդերը։ Նախ նշեմ, որ բնակչության 80%-ից ավելին տառապում է հոդերի տարբեր հիվանդությամբ։ Նորածինների շրջանակում, երիտասարդների, մեծահասակների, հոդերի առավել տարածված հիվանդություններն են հոդերի դեգեներատիվ դիստրոֆիկ հիվանդությունները, արթրոզները, որոնք բերում են հոդերի դեֆորմացիաներին։ Դրանք առավելապես հանդիպում են տարեցների մոտ։ Հաջորդ մեծ խումբը հանդիպող դրանք բորբոքային բնույթի հիվանդություններն են արթրիտները, որոնք կարող են ունենալ տարբեր ծագումներ։ Ունենում ենք նաև հարհոդային պարկերի բորբոքումներ, բուրսիտներ, նյութափոխանակային խանգարման բնույթի հիվանդություններ, ինչպիսին են օրինակ պոդագրան, շատ հանդիպում են նաև կոնքազրային հոդերի դիսպլազիաները նորածինների մոտ եւ ունենում ենք նաև հոդերի երկրորդային բնույթի ախտահարում այս կամ այն հիվանդությունների արդյունքում։ Իսկ որոնք են այս հիվանդությունների ախտորոշման համար հիմնական հետազոտման մեթոդները, որն է նրանց տարբերությունը։ Այս հիվանդության ախտորոշման մեջ ամենալայն կիրառումը ունի ռենտգեն հետազոտությունը, որը առավելապես կոչված է դեգեներատիվ դեստրուկտիվ պրոցեսների ոսկրային կոտրվածքների դիագնոստիկայի համար։ Մյուս կարևոր հետազոտության մեթոդը հենց հոդերի ուլտրաձայնային հետազոտությունը, որը շատ լավ գնահատում է առավելապես մակերեսային տեղակայված փափուկ հյուսվածքները, մկանները, ջլերը, կապանները։ Մյուս կարևոր նաև հետազոտման մեթոդ է հանդիսանում մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան, որը ոսկե ստանդարտ է համարվում բոլոր փափուկ հյուսվածքային ջլային կապանային համակարգի խնդիրների, հիվանդությունների, աճառների նաև դիագնոստիկայի համար եւ ի տարբերություն սոնոգրաֆիկ հետազոտության այն կարողանում է դիտարկել ավելի խորը տեղակայված փափուկ հյուսվածքները, մկանները եւ այլն։ Մյուս կարևոր մեթոդ է համարվում կոմպյուտերային տոմոգրաֆիկ հետազոտությունը, որը ունի կատարյալ վիզուալիզացիա ոսկրային ստրուկտուրաների համար եւ այն օգտագործվում է ավելի բարդ կոտրվածքների դիագնոստիկայի մեջ կամ օրինակ վիրահատության պլանավորման համար։ Նաև կարևոր մեթոդ է համարվում արթրոսկոպիան, որը համարվում է ինվազիվ մեթոդ, այն համ դիագնոստիկ մեթոդ է, համ բուժական, քանի որ այս հետազոտության ժամանակ դիագնոստիկայի ընթացքում հայտնաբերված ցանկացած խնդիրների բուժում է տրվում միանգամից, օրինակ մենիսկների մասնակի վնասումների դեպքում առհասարակ մենիսկների վնասումների ժամանակ հետազոտման եւ այդ պրոցեդուրայի շնորհիվ կատարվում է նաև ռեզեկցիա եւ տրվում է լուծում տվյալ խնդրին։ Կան նաև այլ երկրորդային ավելի նեղ հետազոտման մեթոդներ, որոնք արդեն բժշկի ցուցումով է կատարվում, սինտիգրաֆիա, էլեկտրոնեյրոմիոգրաֆիա եւ դենսիտոմետրիան։ Այսինքն կարելի ասել, այս հետազոտությունները կարող են մեկը մեկին լրացնել, նույն խնդրի դեպքում մեկից մյուսի անցնելու անհրաժեշտություն կարող է առաջանալ։ Այո, կախված ինչ ենք փնտրում, ինչ է տեղի ունեցել բուժարոյի հետ, ինչ է պատահել, համապատասխան բուժական արդեն դիագնոստիկ մեթոդին ենք դիմում։ Իսկ ո՞րն է ուլտրաձայնային հետազոտության առավելությունները եւ արդյոք այն կիրառելի է բոլոր հոդերի դեպքում եւ խոշոր եւ մանր հոդերի դեպքում։ Ուլտրաձայնային հետազոտությունը ունի մի շարք առավելություններ մյուս մեթոդների նկատմամբ։ Նախ առաջին հերթին այն բացարձական վնաս հետազոտություն է, չի ճառագայթում, կողմնակի երևույթներ չի առաջացնում, ոչ ինվազիվ մեթոդ է համարվում, իրականացում է շատ արագ, 10-20 րոպեվա ընթացքում մենք արդեն ունենք ինֆորմացիա տվյալ հետազոտության դաշտից։ Շատ մոբիլ հետազոտություն է, այսինքն մենք հետազոտությունը կարող ենք իրականացնել նույնիսկ հիվանդի անկողնու մոտ իրենց տանը, սպորտային բնագավառում, սպորտային տրավմաների ժամանակ, ասենք ֆուտբոլի դաշտում տրավման ստանալուց անմիջապես հետո հնարավոր է այն իրականացնել ֆունկցիոնալ պրոբաներ կատարելու միջոցով, այսինքն ռեալ ժամանակամիջոցում մենք կատարում եւ կարող ենք այս կամ այն հոդի աշխատանքին հետևելով դատել նրա ստրուկտուրաների, կապանների, ջլերի աշխատանքի մասին, հոդախախտերի առկայության մասին։ Լինելով անվնաս մենք կարող ենք կատարել եւ հղիներին, եւ նորածիններին,
եւ երիտասարդներին տարիքային, սեռային ոչ մի սահմանափակում չկա եւ կարող ենք կատարել նաեւ բազմաթիվ անգամներ, ինչը մեծ հնարավորություն է տալիս օրինակ լավացման աստիճանը գնահատել, որից կախված է շարունակական բուժական տակտիկայի վերահսկողությունը։ Իսկ կարող ենք ասել, որ ցանկացած տրավմայի կամ ցավի դեպքում ուլտրաձայնային հետազոտությունը հոդերի հենց առաջին հետազոտությունն է, որին պետք է դիմի պացիենտը։ Առհասարակ տրավմաների առկայության դեպքում, երբ կա կոտրվածքի կասկած, կատարում են ռենտգեն հետազոտություն ոսկրային կոտրվածքները, տրավմատիկ փոփոխությունները շղթելու համար, որից հետո նման խնդրի բացակայության դեպքում անպայման ցանկալի է կատարել հոդի սոնոգրաֆիա, եթե կան գանգատներ։ Իսկ ինչպիսի դեր ունի հոդերի սոնոգրաֆիան սպորտային բժշկության բնագավառում։ Շատ մեծ է սպորտային բժշկության բնագավառում հոդերի սոնոգրաֆիայի դերը։ Այս հետազոտման մեթոդի շնորհիվ մենք կարողանում ենք ինֆորմացիա, լիարժեք ինֆորմացիա տրամադրել վնասվածքի, վնասված ջլերի, կապանների, մկանների վնասման չափի մասին, սկսած միկրոտրավմաներից, մասնակի վնասումներ, ամբողջական վնասում, հեմատոմայի առկայության մասին, ինչպես նաև կարող ենք կատարել նաև կրկին դինամիկ հետազոտություն, որի շնորհիվ գնահատելով լավացումը նաև որոշում ենք, հնարավորություն ենք տալիս բժշկին որոշելու, թե սպորտսմենը երբ կարող է վերադառնալ իր պարապմունքներին, ճիշտ ժամանակի ընտրումը։ Կարող ենք հետազոտել նաև լավացումից հետո գնահատելու սպիերի առաջացումը, ֆիբրոզ փոփոխությունները, կոնտրակտուրաները, կալցիֆիկացիաները, հիմնականում շատ մեծ բավական ինֆորմատիվ եւ օգնող հետազոտություն է։ Իսկ հղության ընթացքում հաճախ հղիների մոտ ունենում են այս կամ այն տեղակայման, խոշոր կամ մանր հոդերում ցավեր։ Ինչպես է մեզ օգնում այս դեպքում ուլտրաձայնային հետազոտությունը, քանի որ մենք շատ մեծ հնարավորություն ունենք այլ հետազոտություններ իրականացնելու։ Իրականում հղիության ընթացքում նաև MRT հետազոտություն մենք կարող ենք իրագործել, սակայն խուսափում ենք առաջին 3 ամիսների շրջանում կատարել MRT հետազոտությունը, քանզի դեռ չի ավարտվել երեխայի պտղի օրգանոգենեզը, բայց բոլոր դեպքերում կոնտրաստավորումը բացառվում է MRT հետազոտման ժամանակ, կոնտրաստանյութ չենք կիրառում։ Բայց առհասարակ կրկին անգամ սոնոգրաֆիկ մեթոդը գալիս է որպես առաջնային, ուրեմն նախ հղիների մոտ գիտենք, որ տեղի ունենում հորմոնալ մեծ տեղաշարժեր, վերադասավորումներ, որի ընթացքում ռելաքսին հորմոնի քանակն է շատանում եւ նրա ազդեցությամբ տեղի ունենում ջլերի, ջլակապանային ապարատների էլաստիկության մեծացում եւ նրանց հոդերի ոչ ստաբիլություն է առաջանում, հատկապես կոնքի, հետո նաեւ ծնկների, նաեւ ոտնաթաթերի շրջանում։ Եվ նման վերադասավորման շնորհիվ եւ քաշի ավելացման հետևանքով նաեւ սկսում է ծանրաբեռնվածությունը փոփոխվել, մեծանալ ողնաշարի վրա, կոնքի օրգանների վրա, որի հետևանքով նրանց մոտ ունենում ենք ցավեր կոնքի շրջանում, հատկապես սակրոիլեիտներ, սիմֆիզիտներ, կարող են լինել հարհոդային այտուցներ, աստիճանաբար նաեւ։ Իսկ սրանք գնահատում ենք որպես ֆիզիոլոգիական փոփոխություններ, որոնք ուղղակի պետք է հսկեն։ Այո, նաև չմոռանալ նշել, որ հնարավոր է հղիների մոտ ոտնաթաթի քաշի ավելացման հետ կապված հղիության ավելի բարձր վերջերին մոտ, վերջնաժամկետների հատվածում տեղի ունենում ոտնաթաթի կամարի իջեցում, ինչի շնորհիվ հարթաթաթություններ կարող են նկատվել հղիության ժամանակ, հղիների մոտ ոտքի չափերի մեծացում, եւ այս բոլոր փոփոխությունները, այո, իրենք համարվում են ֆիզիոլոգիական փոփոխություններ եւ իրենք պետք է անցնեն ծննդաբերությունից 3-ից 6 ամիսների ընթացքում։ Եթե նման փոփոխությունները չեն վերականգնվում ծննդաբերությունից նշված ժամանակահատված հետո, պետք է անպայման դիմել բժշկի, որովհետեւ երբեմն լինում է ֆիզիոլոգիականի տակ թաքնված է լինում լուրջ պաթոլոգիա։ Դուք նշեցիք հղության ընթացքում նաեւ քաշի դերը, իսկ ինչպես է ազդում ավելորդ քաշը կամ վնասակար որոշակի սովորություններ հենց հոդերի առողջության վրա։ Այո, ավելորդ քաշը, ծխելը, ալկոհոլը, անառողջ սնունդը մեծ նշանակություն ունեն հոդերի խնդիրների պրոգրեսիայի մեջ, առհասարակ տեղի ունենում հոդերի մաշվածություն, հոդերի աճառների դեգեներացիա, մաշվածություն, բարակում, որը այս բոլոր խնդիրները ավելի խորացնում են, ավելի արագ է այդ ամենը առաջանում, զարգանում են ֆունկցիոնալ խանգարումներ, ֆունկցիաների սահմանափակումներ, դեֆորմացիաներ եւ արթրոզներ։ Շատ մեծ է ավելորդ քաշի դերը այս արատավոր օղակի մեջ, որովհետեւ յուրաքանչյուր 1 կիլոգրամ քաշ ավելացնելու դեպքում հոդերի, մասնավորապես ծնկների վրա ծանրաբեռնվածությունը ավելանում է մոտավորապես 4-5 կիլոգրամի չափով։
Ավելի լավ հասկանալու համար ասեմ, որ ցանկացած 10 կիլոգրամ ավելացնելու դեպքում յուրաքանչյուր վերջույթի վրա ծանրաբեռնվածությունը ավելանում է մոտ 50 կիլոգրամով։ Դրա համար ավելորդ քաշը ամենաառաջին թշնամին է մեր հոդերի առողջության համար։ Սա կարծում եմ պետք է հաշվի առնել, իրականում շատ հետաքրքիր ինֆորմացիա մեզ տրամադրեցիք։ Դուք նշեցիք նաև նորածնային շրջանում սոնոգրաֆիայի մասին, քանի որ խոսեցիք դիսպլազիաների մասին, եւ բոլոր նորածինները իրենց կյանքի առաջին մի քանի օրի ընթացքում անցնում են սկրինինգային հետազոտություն, ուլտրաձայնային հետազոտություն է իրականացվում։ Որն է նպատակը, ինչի ախտորոշման համար է կատարվում եւ ինչ ունենք արդյունքում, սոնոգրաֆիայի արդյունքում, ինչի եզրահանգման ենք գալիս։ Շատ ուրախ եմ հիմա նկատելով տենդենսները, երբ ես նոր էի սկսում, առհասարակ ծննդատներում շատ քիչ էին, եզակի ծննդատներում էին կատարում սկրինինգային հետազոտություն, իսկ այսօր մեր մայրաքաղաքի գրեթե բոլոր ծննդատներում որպես սկրինինգային մեթոդ կիրառվում է հոդերի սոնոգրաֆիան կոնքազրային հոդերի դիսպլազիաների ախտորոշման մեջ։ Դիսպլազիաները իրենցից ներկայացնում են կոնքազրային հոդերի բնածին խնդիրներ, հոդը կազմող ստրուկտուրաների, քացախափոսի եւ ադրոսկրի գլխիկի ոչ ճիշտ զարգացման տեսքով, որոնք բերում են հոդախախտերի, ենթահոդախախտերի եւ այն շատ լավ հեշտությամբ լինում է դիագնոզել, որոշել ուլտրաձայնային հետազոտության միջոցով, ուղղակի մի պայմանով, որ դա տեղի ունենալու կյանքի առաջին մոտ 6 ամիսների ընթացքում երեխայի նորածնի, այսինքն հետո ինֆորմատիվությունը արդեն այնուհետ ինֆորմատիվություն չունի, քանի որ այս շրջանում գերակշռում են աճառային ստրուկտուրաները, բոլոր ստրուկտուրաները հոդը կազմող ավելի շատ աճառային պարունակություն ունեն եւ մենք ունենք մեծ վիզուալիզացիա։ Մոտ 4-6 ամիս հետո արդեն ուլտրաձայնային հետազոտության ինֆորմատիվությունը կորում է եւ դրա շնորհիվ իհարկե գրանցում ենք լավ ցուցանիշներ, ցանկացած խնդիրների դեպքում արդեն ուղարկվում է նեղ մասնագետների մոտ ավելի լրահետազոտությունների եւ այսինքն եթե ինչ-ինչ պատճառներով կյանքի առաջին օրերի ընթացքում չի իրականացվել, պետք է դիմել կրկնակի հետազոտության առաջին 6 ամիսների ընթացքում։ Այո, ցանկալի է 6 ամիսների ընթացքում, որpիսի մենք սոնոգրաֆիկ հետազոտությամբ ունենանք հստակ ինֆորմացիա։ Եվս մի խումբ, որին կցանկանայի անդրադառնալ, դա տարեցներն են ու մոտ հոդերի խնդիրները ամենահաճախն են հանդիպում, ինչ հիմնական խնդիրներ են այս դեպքում լինում եւ արդյոք կարելի է պրոֆիլակտիկ զննումներ ունենալ, թե միայն արդեն խնդիրների արկայության դեպքում է անհրաժեշտ դիմել հետազոտությունների եւ բուժման։ Այո, տարեցների մոտ նույնպես սկսում է առաջին հերթին աճառային համակարգի քայքայումը, մաշումը, բարակումը, որից հետո նաեւ դիտվում են սինովիալ հեղուկի արտադրման քչացումը, նաև կոորդինացիոն խանգարումներ են աստիճանաբար առաջանում, շարժումների խանգարումներ, նրանց տրավմաներ ստանալու, ընկնելու հավանականությունները եւ հոդերի միկրոտրավմատիզացիաները, որոնք աստիճանաբար բերում են հոդերի մաշման, քայքայման եւ արթրոզների ձևավորմանը։ Այսինքն տարիքի հետ ավելի հոդերը դառնում են քիչ էլաստիկ, քիչ պաշտպանված եւ ավելի տրավմաներ ստանալու հակված, մեծանում է հակումը տրավմաներ ստանալու։ Իսկ անհրաժեշտ է հատուկ նախապատրաստում հոդերի սոնոգրաֆիայի ներկայանալուց առաջ, թե իրականում հատուկ պայմաններ անհրաժեշտ չեն։ Հոդերի սոնոգրաֆիայի ներկայանալու համար հատուկ պատրաստվելու կարիք չկա, ոչ սննդային, ոչ առհասարակ, պարզապես կարող եմ խորհուրդ տալ բուժառուներին այցելելիս հագնեն հարմարավետ հագուստ, հետազոտվող հոդը ճիշտ ձևով բացելու համար, որպեսզի հետազոտությունը նույնպես լինի հարմարավետ, առանձնապես կոնկրետ չունենք։ Այո։ Իսկ ինչ խորհուրդ կտաք հաղորդման վերջում մեր հեռուստադիտողներին ավելի առողջ հոդեր ունենալու համար, միգուցե սննդակարգ, ֆիզիկական վարություններ կամ այլ խորհուրդներ։ Առհասարակ պետք է փորձել խնամել հոդերը, հնարավորինս փորձել օգտագործել առողջ սնունդ, հագեցված տարբեր վիտամիններով, կալցի պարունակող սնունդ օգտագործել, անպայման ունենալ բավարար ֆիզիկական ծանրաբեռնվածություն, առհասարակ աշխատացնել հոդերը, զբաղվել բուժական ֆիզկուլտուրաներով մասնավորապես, հսկել քաշը վերահսկել, ավելորդ քաշ չունենալ եւ խուսափել մաքսիմալ տրավմաներից, որովհետեւ ցանկացած տրավման սկիզբ է նոր խնդրի առաջացման համար։ Շնորհակալություն Բուրկույր Ռևազյան, շատ կարևոր ինֆորմացիա մեզ տրամադրելու համար։ Շնորհակալ եմ։ Սիրելի հեռուստադիտողներ, կհանդիպենք հաջորդ շաբաթ։